Նիկոլ Փաշինյանի հռչակած հոգևոր նորոգման գործընթացը նորանոր սրբազանների է գրավում։ Կիրակի Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի էր վարչապետը։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղում էր, ողջունեց վարչապետին։ Ավելի ուշ ողջագուրվեց Քրիստոսի հայտնության լուրով։ Պատարագի բնականոն ընթացք կարելի էր համարել, եթե չպարզվեր, որ այս անգամ էլ պարտադիր տեքստից չեզոքացվել է ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Պատարագող քահանան Տեր Երվանդը ավելի ուշ բացատրեց. Վեհափառի անունը չհիշատակելու պատվեր ինձ որևէ մեկը չի տվել, ոչ իշխանությունները եւ ոչ էլ իմ առաջնորդը։ Ես պարզապես իմ անհամաձայնությունն եմ արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին։ Ընդդիմադիրները սոցցանցային հարթակներում գրոհի էին անցել, Գևորգ Սրբազանին դավաճան ու բրուտոս բառերով էին նախշում, հիշեցնում, թե ինչ ջանասիրությամբ էր պաշտպանում վեհափառին։ Թիրախավորողները մայրաթորից են, չի կասկածում Տեր Երվանդ քահանան, եւ նրա այս կարծիքը նաեւ տեղադրված է Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում, այսինքն Գևորգ Սրբազանն ինքն էլ այս կարծիքին է։ Թիրախավորում են մայրաթոր Սուրբ Էջմիածնից, փորձում դավաճանի պիտակ կպցնել զուտ նրա համար, որ չեն կիսում եկեղեցի պետություն հակամարտությանն առնչվող տեսակետները, որը սպառնալիք է հայ եկեղեցու եւ մեր պետականության համար։ Եվ սա այն դեպքում, երբ եկեղեցու եւ որոշ եկեղեցականների հասցեին ծանրակշիռ մեղադրանքներ են հնչում, փաստեր են հրապարակվում, մինչդեռ մայրաթորը լուռ է։ Ինչ փաստերի մասին է խոսքը, արդյոք մայրաթորի դիվանապետի Արշակ arczepiskopos-ի անվան հետ կապվող ինտիմ տեսանյութը նկատի ունեն Մասյացոտնի թեմում։ Հստակ չէ, համացանցի իշխանական օգտատերերը երեկվանից կաթողիկոսին ուղղված մի նամակ են շրջանառում, որը վերագրվում է Արշակ Սրբազանի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին։ Նամակի տակ անդամ 7 եպիսկոպոսների ու arczepiskopos-ների անուններն են, ոմանց ստորագրությունները։ Նամակով նրանք առաջարկում են, որ վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ arczepiskopos-ի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Արդյոք սա իրական նամակ է, մայրաթորի տեղեկատվական համակարգը առավոտից լուռ է։ Հանձնախմբի անդամներից Հայկազուն arczepiskopos Նաջարյանը մասամբ է հաստատում։ Մի քանի նամակներ կան մեջտեղերը, ես չգիտեմ որն է, ինչն է եւ այլն, բայց հանձնախումբը ինչ որ նամակ պատրաստել է եւ վեհափառ հայրապետի ուշադրության ուղարկել է, այդքանը կարող եմ ասել։ Արդյոք առաջարկել են կասեցնել Արշակ Սրբազանի հոգևոր ծառայությունը։ Այդպիսի բան առայժմ չկա, բայց մտածում կա այդպիսի, որ եթե ընդունելի լինի այդպիսի մի առաջարկ, բայց առայժմ դակավին դա ամբողջությամբ չէ ուսումնասիրված, պետք է ուսումնասիրվի։ Arczepiskopos Նաջարյանը շեշտեց, վերջնական որոշում ամեն դեպքում դեռ չունեն, ուսումնասիրությունը կավարտեն, կսպասեն վեհափառի արձագանքին։ Սա մի հարց է, որ եկեղեցու ներքին հարց է, եկեղեցին ինքը պետք է լուծի ինչ որ չեվով եւ վերջո եկեղեցուն իշխանություն կա, նշանակված հանձնախումբը իր աշխատանքը եթե ամբողջությամբ կդարի եւ եթե վեհափառը քող լինի այդ աշխատանքից, ըստ այդմ գարցականքի այդ աշխատանքին։ Մինչև վերջերս Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմ առաջնորդող arczepiskopos-ը ինչպես է վերաբերվում հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ անցկացվող բոլոր պատարագների ժամանակ քահանաներն ու թեմի արդեն 2 առաջնորդներ պատարագի տեքստը կրճատում են այնտեղից հեռացնելով վեհափառի անունը։ Հայ եկեղեցու գարկի թեմ է այդ, դա նշանակում է քայքայել հայ եկեղեցին։ Անհարմար վիճակ է, եկեղեցական կառույցը քայքայման են տանում, շեշտում է arczepiskopos-ը, լուծում չպատկերացնելով։ Վեհափառը ընդրված կաթողիկոս է, նույնիսկ եպիսկոպոսների մեծամասնությունը եթե նման մի բան ասի, չեմ կարծում որ վեհափառը ընդունի նման առաջարկ։ Քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանը վերահաստատում է իշխող թիմի տեսակետը, մեջբերում Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ եւ այդ կարծիքին է մայրաթորի մեծամասնությունը։ Հոգևորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա, մի քանի քահանա վաղը, ու այսպես զնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով։ Ալեքսանյանի պնդմամբ աջակցության բազմաթիվ ազդակներ են ստանում առայժմ ոչ հրապարակային։ Նա անընդունելի է համարում Փաշինյանին աջակցած հոգևորականների թիրախավորումը։ Հենց սա է հակաեկեղեցական արշավը ըստ Ալեքսանյանի։ Երեկվանից Վայոց ձորի ու
Մասյացոտնի թեմերի առաջնորդներն են իշխանականների պաշտպանության ներքո եւ ընդդիմադիրների թիրախում հայտնվել։ Իշխանությունը չտեսնելու է տալիս այն հոգեվորականների մեղքերը, որոնք աջակցում են իրենց։ Ազատության հետ զրույցում ասաց ներկայանալ չցանկացող նախկին հոգեվորականներից մեկը։ Նա հոգեվոր ծառայություն է իրականացրել Գևորգ Սրբազանի հետ։ Վերջինս նույնպես հայտնվել է կուսակրոնության ուխտի խախտման սկանդալում, սակայն մայրաթոռը այդ պատմությունը ծածկադմփոց արեց ըստ զրուցակցիս։ Նա իշխանությանն է դիմում, եկեղեցու մաքրության մասին է խոսում, բայց քաղաքական շարժառիթով հերոսացնում նույն ուխտազանցներին։ Նրանց կմերկացնեք, երբ ձեր դեմ խոսեն։ Նախկին կուսակրոն հոգեվորականն ի դեպ խորհուրդ է տալիս էջմիածնական միաբանների շարքում սրբերի չփնտրել։